կուզենայինք ձեր կարծիքը լսել, թե ինչն է այսօր ձեզ այստեղ բերել եւ հավատում եք, որ իմպիչմենտի գործընթացի միջոցով հնարավոր է իշխանություններին հեռացնել իշխանություն։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Գիտեք, եթե մենք ամեն անգամ ասենք, որ սա օգուտ չի տա, սխալ է։ Մենք չպետք է որևէ հնարավորություն բաց թողնենք այս չարիքից ազատվելու համար, որովհետև հիմա ես չեմ կարող ինձ թույլ տալ ասել, որ 100%-ով հավատում եմ այս շարժմանը կամ կասկած ունեմ, չեմ ասում դա։ Կարևորը պետք է միջոցը փորձել, երբեմն կայծից բոց է բռնկվում, չէ՞։ Այնպես որ գտնում եմ, որ ճիշտ է, որ արվում է։ Մի մարդ իդեմս Էդգար Ղազարյանի, որը արդեն 7 տարի գրավել, մենք միշտ նրան տեսել ենք մեր կողքին, այսպես կպած պաշտպանում է իմպիչմենտի գաղափարը, կարող է և մի բան լինի, իսկ դրանում, եթե չլինի, ժողովուրդն է մեղավոր։ Ես դեմ եմ, միշտ եթերում ասել եմ, դեմ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ասում են, մեր ժողովուրդը, չէ, մեր ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը, ընկնելով ամեն տեսակ բաշիբոզուկների, ղզլբաշների, ու էլ չգիտեմ ում հետևից։ Ժողովրդի տխմար մասսայինն է դա վերաբերում։ Մեր ժողովրդի մեջ հրաշալի մասսա կա, հրաշալի երիտասարդություն կա, հրաշալի միջին հասակը կա, ես էլ չեմ խոսում մեր հասակի մասին, բայց մեր ժողովրդի տխմար մասսան ցավալիորեն շատ է։ Ես օրագրին միշտ հետևում եմ, որտև ինձ համար էլ հետաքրքիր է, թե փողոցում ինչ եմ խոսում, իշխանության մասին, ընդդիմության մասին, ինձ հետաքրքիր է, որտև ես այս օրերի ապրող կենդանի օրգանիզմ եմ, ես չեմ կարող անտարբեր գտնվել, ես մեղադրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր են։ Եթե մտածենք, որ վայ գլուխ չի գա իմպիչմենտը, իսկ եթե մտածենք գլուխ կգա իմպիչմենտը, եթե այսօր այստեղ գոնե 200,000 մարդ հավաքվեր, ուր են, վեր ընկած են տներում, իրենց բազմոցների վրա, մենակ թողնեք քննադատեն ընդդիմությանը, ամենասարսափելին այն է, որ թողած այս բաշիբոզուկների իշխանությունը քննադատում են ընդդիմությանը, այս չարեցին, այն չարեցին, միացեք, որ հնարավոր լինի, մի ձեռքն էլ է ծապ տալիս, մի ծաղկով էլ է գարուն գալիս, բայց մեր ժողովրդից ես նեղացած եմ, ես չեմ ասում, մեր ժողովրդը հրաշք է, չէ, մինչև Ստամբուլյան կոնվենցիայով զբաղվել է, այսինքն 2019 թվականին, այն կոնվենցիայի դեմ պայքարի կազմակերպիչ Վահագն Չախալյանը հիմա որտեղ է, 5 տարի է դատում են, 5 հոգու, ինչի համար, որ հայրենասեր են, որ խելացի են, որ մտածել գիտեն, ախր այսպես չի կարելի, ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդը պիտի կանգնի սատար, մի մարդը, ինչքան ուզում եք դիտակից լինի, ինչքան ուզում եք կարող լինել, չի կարող ոչինչ անել, որովհետև մենք պետք է մտածենք, ուժն է ծնում իրավունք, իսկ ուժը կառաջանա այն ժամանակ, երբ որ գոնե 200,000 մարդ դուրս գա, եթե այդքան դուրս գա, հաստատ էլ ոչ մի ոստիկան չի լինի այստեղ, հաստատ, մի քանի օր առաջ ես դատական այդ Վահագն Չախալյանի այնտեղ բանն Դավիթի Չոբանյանի Իսրայել Հակոբ Կոխյանի և մյուսների դատավարության ժամանակ այնտեղ կար մի ոստիկան, որ անդադար ասում չեմ հիշում, չեմ հասկանում, ես տխմար եմ, ես մտածում եմ, որ դատարանում վկայության իրավունք ունի տալու միայն բացարձակ առողջ մարդը, ոչ թե հիշողության ամնեզիայով տառապող։ Այդ տղային ասում եմ այդ ոստիկանին, ասում ես ինչ եք անում, ամնեզիայով եք տառապում, արդեն որ երրորդ ոստիկանն է ասում, չեմ հիշում, գիտեք ինձ ինչ ասալ, ասես Մարգուր ջան, դու մեր
մեզ իհարկե ոչ իմ տարիքը, ոչ իմ դիրքը իրեն չկաշկանդեց, որ ինքը դուք ասեր, դու մեզ ոստիկաններից անընդհատ վիրավորում ես, ասի թաքցնում եմ, չեմ թաքցնում, երեսներիդ ասում եմ, դուք կամուրջների տակից հավաքած եկել եք պարզապես, որովհետև եթե այսօր ոստիկանի պետքը չի, որ երկիրը ծախում են, ես այդ ոստիկանին ինչ ասեմ, հիմա ես պետք է մի բան հիշեցնեմ, բոլոր այս լսողներին, քիչ այնքով նախագահական նստավայրն է, չէ, ապա հիշենք 89 թիվը, երբ որ Գորբաչովի զորքը այն ժամանակ Շահումյանի անվան պալատ էր, այսօրվա ամերիկյան համալսարանը, երբ որ այդ պալատի աջ ու այա կողմերից դուրս եկավ ներողություն Գորբաչովի զորքը վահաններով, սաղավարտներով, ոչ թե բաներով, մահակներով, այլ ոչ ավել, ոչ պակաս ավտոմատներով։ Ինչ արեց այն ժամանակվա միլիցիան, որոնց համարաբար մենք էին կոչում, ովքեր ապրել են այդ ժամանակը, ին ասածը կհավաստեն։ Ոստիկան այն ժամանակվա միլիցիան, որը Դեմիրճյանի հատուկ հրամանով զինաթափ էր արված եւ նրանց միակ պաշտպանական ուժը իրենց համազգեստն էր դատարկ ձեռքերով։ Այդ ներողություն, միլիցիոներներն եկան ու կանգնեցին մեր ու Գորբաչովի զորքի արանքում։ Ես այն ժամանակ եմ եղել ապստամբ, հիմա չեմ, միշտ եմ եղել ապստամբ։ Ուրեմն կանգնեցին մեր արանքում, որ եթե կրակեին, առաջինը պետք է զոհվեին միլիցիոներները։ Ես երախտագիտությամբ, հարգանքով եմ հիշում այն ժամանակվա միլիցիային։ Իսկ այսօր ոստիկանությունն ինչի անում, թվաքանակը բարձրացնում են, պաշտպանական միջոցները կրճատում են, այսօր հաստատում են այդ բյուջե կոչվածը։ Թոշակի մասին ոչ մի խոսք չկա։ Հիմարի տեղ են դրել բոլոր թոշակառուներին։ Հիմարի տեղ, ես ուրիշ անուն չեմ գտնում, ճիշտ են անում։ Ինչու թոշակառուն դուրս չի գալիս։ Ինչու, ինչ պիտի կորցնի։ Թոշակը հաստատ չի կորցնի այդ ունեցածը։ Դեր աշխատողները եթե վախենում են, ինչ որտեղ հասկանալի է, թոշակառուն ինչու դուրս չի գալիս։ Հիմա ինձից ինչ պիտի տանի Նիկոլ Չեղածը։ Այդ թուրքի լամուկը, այդ բացարձակ գոռում եմ, ճչում եմ, Նիկոլը թուրքի լամուկ է, թուրքի գործակալ է, ոստիկաններ հասկացեք, եթե թուրքական զորքը մտավ, առաջինը ձեր գլուխներն է կտրելու, որ մենք մնանք անպաշտպան, հիշեք այս մասին, ոստիկաններ, հերիք է կատարեք այդ խելագարի, այդ կապելու գժի հրամանները, նրան պետք է տանել անհապաղ հոգեբուժարան, բայց նա ավելի շատ ձևացնում է, ոչ թե նա հոգեկան շեղումներ ունի, ես 8 տարի առաջ եմ ասել, բայց անմեղսունակ չէ, ես ասել եմ, կգա օր, որ նա կասի, goodbye Ermenistan, ես քեզ կործանեցի, goodbye Ermenներ, ես ձեր 7 հերա անիծեցի, ինչ է անելու այդ ժամանակա ժողովուրդը, իրենց բազմոցներին վեր ընկած, ոչ թե նստած, ինչ պիտի անի, ես հիմա ճչում եմ, ոստիկաններ, եթե դուք հայ մայրերից ու հայրերից եք ծնվել, մի պաշտպանեք այդ կապելու գժին, անհապաղ, այ որ մենք ունենայինք դատախազ, ժամանակին ես Արթուր Դավթյանին քանի անգամ ասացի, դու կրկեսի շնիկ ես թե դատախազ, ես երեսին եմ ասել, թիկում երեսին ասած չլինեի այսօր չի խոսի հաստատ, ասել եմ ինչու չես կատարում քո աշխատանքային սրբազան պարտականությունը, պարզապես պարտավոր ես ձերբակալել մեր թշնամուն, երբ որ ասում են Նիկոլը Դավաճանը, ես վիրավորում եմ, նա Դավաճան չէ, նա թշնամի է, նա գործակալ է, ուրիշ ոչ մի բան, հիմա էլ այս հավը
Այս հավը Աննա Վարդապետյան չէ, որի ոչ մի բանի տեղ չեն դնում ու իրար մայր են հայհոյում, դատախազի ներկայությամբ։ Էս ինչ էր, էս ինչ օրերի հասանք մենք, ով է մեղավոր, ժողովուրդ դու մեղավոր ես, որ հիմա տանը վեր ընկած ես, շնորհակալ եմ։